այստեղ արդեն տեղին կլինի անդրադառնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների արձագանքը իրենց ոչ հարիր պահվածքին, այս տպավորությունն է ոնց որ բանը լինի, ցիգանսկի տաբր լինի, ավտոբուսում պերաշկի լափելով կուկուռուզ կրծելով, բանը ճանապարհում են, թող բա ինչ անայինք։ Հա, ասում եմ, եթե դուք կուկուռուզ չեք սիրում, դա ձեր բա ինչ անայինք։ Հա, ասում եմ, եթե դուք կուկուռուզ չեք սիրում, դա ձեր խնդիրն է, դա ասում է ոչ թե այն բանը չէ այնտեղ ու կողքի խանութի ծախողը կամ կուկուռուզ ծախողը, ասում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։ Այդ աղջիկը անգամ չգիտի նախարարը իրան ոնց պետք է դրսևորի։ Օրինակ ԶԼՄ-ների հետ շփվելիս։ Որովհետև սա նախարարի որոշումներ կայացնողի մի ամբողջ ոլորտի առաջի դեմքի պատասխան չի։ Կրկնում եմ, դա կարա ասի խանութի ծախողը, դա կարա ասի տաքսու շոֆերը, դա կարա ասի, ես չգիտեմ, այնտեղ ցանկացած մարդ, որը օժտված չի այն լիազորություններով եւ այն պատասխանատվությամբ, որով օժտված է մի կին, որը իրան համարում է խելացի եւ կիրթ։ Որտեւ իմ խնդրեմը կուկուռուզ սիրել չսիրելը չի, իմ խնդրեմը որ դու ղեկավարում ես իմ երկրում արդարադատությունը։ Իմ խնդրեմն է ոչ թե պերաշկին, այլ պերաշկի ուտող Նիկոլը, որտեւ այն ժամանակ, երբ որ ինքը պետք է զբաղվի իմ երկրի անվտանգությամբ, ինքը պերաշկի է ուտում։ Ինքը պերաշկի է ուտում։ Ու պերաշկի է ուտում ոչ թե իր աշխատավայրում համակարգչի դեմը կամ քարտեզի գլխին, այլ սարերում։ Ու ես հասկանում եմ, որ վաղը չէ մյուս օր, եթե հանկարծակի Աստված ոչ անի, Հայաստանի վրա ռումբը շեղվեց, չեմ ասում պատերազմ սկսի, շեղվեց ռումբը ու ընկավ Հայաստանի վրա, մենք պետք է մի 4 ժամ սպասենք, մինչև Տատիկյանը մարշրուտկով գա տեղ հասնի։ Ու հետո մամուլի ասուլիստա ու ինձ պատմի ինչ ա եղել ու ոնց։ Եթե հանկարծ մեկ էլ տեսար, ասենք մի 100,000 փախստական, սահմանը հատեց ու եկավ բան, Հայաստան, Անահիտ Աղավանեսյանը պետք է 6 ժամ գա մարշրուտկով տեղ հասնի, որ ինձ զեկուցի այդ մարդկանցից քանիսն են վարակետները բերել, քանիսն են վիրավորվել, քանիսն են վիրավորանք պատճառել մեր սահմանապահներին։ Բազմաթիվ այսպիսի Ոստիկանապետը ինձ պետք է պատմի։ Ինչ հանցագործություններ են կատարել այն ժամանակահատվածում, որոնք իրենք լցվել են մեր երկիր։ Ու կապ չունի պատերազմը քո երկրում կա թե չկա, ձեզ Ալիևը խաղաղություն խոստացել է թե չի խոստացել։ Մենք վտանգված ենք շատ ու շատ հանգամանքներով։ Եթե դուք այդքան տուպո եք ու այդքան ուղեղ չունեք, գոնե ցույց մի տվեք, ես չեմ ուզում իմանամ դրա մասին։ Եթե ես կուկուռուզ լափելուց չտեսնեի, ես կմտածեի կաբինետներում ցած մտածում եք ոնց ապահովեք մեր անվտանգությունը։ Գոնե ես սխալ, բայց կմտածեի, էլ ավել չէի անհանգստանը։ Իրականում աբսուրդ է, որովհետև տես երբ որ այս ամեն ինչը եղավ, երբ որ սկսվեցին աննախադեպ ծավալի ռազմական գործողություններ, ողջ աշխարհը ըստ էության խառնվեց իրար ու հատկապես տարածաշրջանի երկրները զբաղվում էին մեկ բանով՝ սեփական երկրների անվտանգության, սեփական քաղաքացիների անվտանգության ապահովության կազմակերպմամբ։ Եվ ինչն է հետաքրքրական, երբ որ այս քննադատության ալիքը
գնաց ու սկսվեց այս ամեն ինչը, ինչ էին իրենք հակադարձում։ Մոտավորապես սենց մենք ինչ էլ անենք, հո ամերիկյան ավիակիրները հետ չեն գնալու Պարսից ծոցից։ Այսինքն պրիմիտիվության հակադարձելու բանը այդ սամդուրակ մակարդակն է։ Որ ասում ես ինչ որ մի բան սխալ ես անում, այն Էլեչկա Լյուդայեդեչկայի բանը 12 աթոռի մեջ, որ ուներ 30 բառապաշար, որով բավականին ծավալուն կոմունիկացիա էր կիրառում։ Երբ որ ինչ-որ մի բան էր ասում, որը դուրը չէր գալիս, ասում էր, «А у вас всё спина белая»։ Այդ արգումենտով ինքը փակում էր ցանկացած փորձ քննադատական մոտեցում ցուցաբերել Էլեչկա Լյուդայեդեչկային։ Հիմա սրանք են, ինչ ասում ես, «А у вас спина белая»։ Всё, կապ ես ընկնում, որովհետև դու հասկանում ես, որ իրանց հետ դիսկուսիաները անիմաստ այդ մարդիկ չեն հասկանում, что они делают не так։ Ասենք Ռուբեն Ռուբինյանը, որը ներկայացնում է Հայաստանը Թուրքիայի հետ այսպես կոչված հարաբերությունների բարելավման ոլորտում։ Այսինքն ես հասկանում եմ, որ սա պետք է լինի կիրթ, ստրատեգիական մտածողություն ունեցող, լուրջ քաղաքական եւ միջազգային փորձ ունեցող գիտելիքների տեր մարդ, որ ունի համակարգային մտածողություն եւ հասկանում է պատճառը հետևանքային կապը։ Հատկապես երբ որ ինքը գիտի, որ եթե ես այս բանը անում եմ, այս բանից հետո բխում են այսինչ հետևանքներ, հետևաբար ես պետք է մտածեմ, այդ հետևանքները ոնց չեզոքացնեմ կամ հակառակը ոնց ավելի բան անեմ, բրթեմ որ ավելի զարգանան, հա, այսինքն շատ պարզ բան է, դա բազային հատկություններ են, որոնք պետք է օժտված լինի նման պաշտոն զբաղեցնող անձը։ Okay։ Հիմա բան է անում, լայվ է անում այդ իրանց ավտոբուսից։ Խաղաղություն ենք բերել, դրա համար է պերաշկի ենք ուտում, այ առաջի աշխարհամարտում հայերը պերաշկի չէին ուտում, առաջի աշխարհամարտը սկսեց։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայերը պերաշկի չէին ուտում, դրա համար երկրորդ աշխարհամարտը սկսեց։ Արցախյանը սկսեց, որովհետև պերաշկի չէին ուտում։ Իսկ տղա ջան լուրջ ես ասում։ Այսինքն դու պերաշկի ուտելը լուրջ կապում ես պատերազմ սկսելու հետ։ Ես լուրջ պրոբլեմ ունեմ այդ տղայի հետ։ Որտեւ ես չեմ ուզում նման մտածելակերպ կրող անձի, որ նման մտածելակերպ ունեցող անձը ներկայացնի իմ շահերը, ենթադրյալ շահերը, որովհետեւ դեռ իմ շահերը այնտեղ ծախվում են, անգամ բանում մեր քաղմասում, չեմ ասում Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, հատկապես անգամ մեր քաղմասում ես չեմ ուզում, որ Ռուբեն Ռուբինյանը իմ շահերը ներկայացնի, որովհետև նման պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդը չի կարող լուրջ պրոյեկտների մասնակցի եւ այդ լուրջ պրոյեկտներում պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը։ Հատկապես եթե դիմացինը գել է, դեմս քլճի։ Այսինքն ինֆուզորիա տուֆիլ կան, լուրջ մտածում է, որ ինքը հակադարձում է բավականին արդար քննադատությանը։ Ժողովուրդ, այդ տղան լուրջ պրոբլեմներ ունի։ Ինտելեկտուալի պրոբլեմներ ունի։